Բարի օր, օրը շաբաթ է, Աջափնյակ վարչական շրջանում եմ, Նազարբեկյան թաղամասում։ Սիրելի երևանցիներ, տեսեք, Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստերի ժամանակ ասում էր մենք հովոմակնիշի մեքենաներ ենք բերել, այս 2 տարիա մեքենաներ են բերում, աղբամաններ են բերում, ամեն ինչ բերում են, աշխատակիցներ են բերում, բյուջեի հաշվին միլիարդավոր գումարներ են ծախսում, այսինքն ամեն ինչ բյուջեից դուրս է գրվել, գումարները եղել են, գնել են, առել են, բայց աղբանության վիճակը տեսեք, Նազարբեկյան փողոցում այս վիճակի աղբանություն ունեն։ Պարոն Կաթվալյանը սիրում էր ասել, սիրուն չի, հիմա ես եմ ասում, պարոն Կաթվալյան, նորից եմ ասում, սա սիրուն չի, երբ որ Երևան քաղաքում միլիարդավոր գումարների աղբամաններ, աղբատար մեքենաներ եք բերում ու Երևանում չեք կարողանում աղբը պատշաճ որակի տեղափոխել, բազում տեղերում այսպես են աղբահանությունը կատարվում, բոլոր վարչական շրջաններում աղբահանությունը չի կարողանում ԵԱՍՄ համայնքը կատարել, իսկ Տիգրան Ավինյանը փորձում է թաքցնել այդ ձախողումը Երևան քաղաքի 5 միլիարդից ավել գումար դուրս գրել, գումարած այդ 5 միլիարդից ավել հովոմակնիշի մեքենաներ, միլիոնավոր, միլիարդավոր դրամների դուրս գրումներ ու էսա, պատկերը սա է, քաղաքային իշխանությունը սա է, էլ չասած աղբամանների սխալ տեղադիրքեր, սխալ տեղադիրքերում են դրվում աղբամանները եւ ինչ ասեմ, բարև ձեզ։ Ես միշտ այստեղ եմ ապրում, տենում եմ միշտ։ Երրորդ անգամ եմ այստեղ։ Այստեղ ես ապրում, միշտ եմ ապրում։ Սիրելի երևանցիներ, այստեղ մեկ ԿՊԱ-ական, հայտնի ԿՊԱ-ական տիկին է ապրում, ես ճանաչում եմ իրեն։ Այստեղ երրորդ անգամն է արդեն ես տեսանկարանում եմ աղբահանությունը, տեսեք։ Այս վիճակին է, մյուսը մի քիչ ավելի հեռու ցույց կտամ, հարակից կարող էի մոտենալ, բայց կնկարեմ։ Վերևը Երևանի Հայաստանի նախկին դատախազ Արթուր Դավթյանի սեփական տան հարակից տարածքում է, որը աղբահանությունն է, այն վերևում նույնպես աղբը տարված չէ։ Էսա, այստեղով հանրային տրանսպորտ է երթևեկում մի քանի գիծ, տեսեք, այնտեղ կայանատեղին է, վերջնակետն է ավտոբուսների կայանատեղիում այսպիսի վիճակ է։